Գորաշկն ամեն օր ուղերձների շարք։ 4-րդ քայլը ծառայության քաղցր լծի տակ մտնելն է։ Մենք շարունակում ենք «Ինչպե՞ս է ծնվում Աստծուն ծառայելու տեսիլքը» անվանումը կրող ուղերձների շարքը։ Եվ այսօր անդրադառնալու ենք տեսիլքի ձևավորման 4-րդ քայլին։ Այն շատ գործնական է։ Երբ արդեն գիտես, թե ո՛ր կարիքն է քեզ կանչում և թե ինչ ուղղվածություն պետք է ունենա քո ծառայությունը, ապա ժամանակն է ինչ-որ բանից սկսելու։ Ծառայության տեսիլքը սպանելու միջոցներից մեկը գործնական քայլերի սկիզբը հետաձգելն է։ Սիրելի՛ բարեկամ, այնքա՜ն հրաշալի է Տեր Աստծու հետ ընթացք անցնելը։ Զորության պակաս ունես, Նա ասում է՝ «Խնդրի՛ր Ինձնից, և կտամ քեզ»։ Ճիշտ որոշումներ կայացնելու և ճիշտ ժամանակին գործելու հարցում իմաստության պակաս ունես, Նա ասում է՝ «Խնդրի՛ր Ինձնից, և կտամ քեզ»։ «Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ, ճանաչեցնելով Նրան, Ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ» Երբ արդեն գիտես, թե ինչ պետք է անես հանուն Աստծու և հանուն Նրա սիրո, որ Նա ունի քո հանդեպ և քո շրջապատի մարդկանց հանդեպ, դու պետք է նաև վստահ լինես, որ քո ծառայության արդյունավետ իրագործման համար Աստված արդեն իսկ ամեն բան հոգացել է։ Քեզ մնում է միայն աղոթել Աստծուն, որպեսզի Նա քեզ իմաստություն տա ճիշտ որոշումներ կայացնելու և ճիշտ ժամանակին գործնական քայլեր ձեռնարկելու համար։ Կրկին անդրադառնանք Նեհեմիայի օրինակին։ Աստված ամեն բան հոգացել էր Երուսաղեմի պարիսպների վերականգնման համար։ Տերը գիտեր կարիքը, Տերը գիտեր դժվարությունների մասին և գիտեր, թե ինչպիսի որակներ ունեցող մարդ կարող է առաջնորդել այդ ծառայությունը։ Նա ընտրել էր Նեհեմիային և մեկացրել նրան իր զգացած կարիքի ցավի հետ։ Նեհեմիան իր ժողովրդի կարիքը դարձրել էր իր սեփականը։ Նա աղոթում էր, ծոմ էր պահում և ելք էր փնտրում ստեղծված իրավիճակի կարգավորմանը նպաստելու համար։ Աստված երբե՛ք անպատասխան չի թողնում Իր կամքի մեջ կատարված աղոթքները։ Տերը իմաստություն տվեց Նեհեմիային, որպեսզի նա կատարի առաջին քայլը՝ իր խնդիրը ներկայացնի թագավորին։ Եվ Աստված ոչ միայն իմաստություն տվեց, այլև արեց այնպես, որ Նեհեմիան շնորհ գտնի թագավորի առջև, որը և նրան ապահովեց իր առաքելությունն իրագործելու համար անհրաժեշտ աջակցությամբ, իշխանությամբ և միջոցներով։ Աստված միշտ շռայլորեն է պատասխանում Իրեն ծառայելու խորը փափագ ունեցող սրտի անկեղծ աղոթքներին։ «Եվ ասացի թագավորին. «Արքա, հավիտյան ապրիր։ Ինչու չտրտմի իմ երեսը, երբ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը ավերակ է, և նրա դռները կրակից այրվել են»։ Թագավորն ինձ ասաց. «Ի՞նչ է քո ուզածը»։ Եվ ես աղոթեցի երկնքի Աստծուն։ Եվ ես ասացի թագավորին. «Եթե թագավորին հաճելի է, և եթե ծառադ հաճելի է քո առջև, ինձ ուղարկիր Հրեաստան, իմ հայրերի գերեզմանատան քաղաքը, որպեսզի շինեմ այն»։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր աղոթում եմ քեզ համար, որ Աստված ցույց տա քեզ քո տեսիլքի իրականացմանն ուղղված գործնական քայլերը և իմաստություն տա քեզ, որպեսզի հեզությամբ ու խոնարհությամբ մարդկանց ներկայացնես այն և անհրաժեշտ աջակցությունն ընդունես քո պտղաբեր և արդյունավետ ծառայության համար։ Տեր Աստծու սիրտն ուրախանում է, երբ Իրեն ծառայելու մղումը բխում է Իր և մարդկանց հանդեպ մեր ունեցած սիրո շարժառիթից։ Ե՛կ այսօր ուրախացնենք մեր Տեր Աստծու հոգատար ու բարի սիրտը։ Ե՛կ մտնենք Նրան ծառայելու քաղցր լծի տակը։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։